Մենք վերադարձանք եւ ունենք շատ հետաքրքիր թեմաներ, ինչի մասին պետք է այսօր խոսել։ Վատ ստատիստիկա։ Այո, ըստ կանխատեսումների 2030 թվականին Հայաստանում կանանց 52.1%-ն ու տղամարդկանց 31.3%-ը կունենա ճարպակալում։ Ճարպակալման խնդիրը 21-րդ դարում դարձել է հանրային առողջապահության առաջնային մարտահրավերներից մեկը, պահանջելով համալիր եւ համակարգված միջամտություններ։ Ի դեպ կա արդեն նաեւ ճարպակալման դեմ պայքարի համաշխարհային օր։ Մեր տաղավարում է մանկաբույժ դեռահասային բժիշկ Մարինա Մելքոմովան, ում հետ կհասկանանք ավելորդ քաշի ու ճարպակալման տարբերությունները։ Երկուսի դեպքում էլ պայքարը հիմնական միջոցառումները իրականացնելու ինչի շուրջ այսօր խոսելու են։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Նախ եկեք մի բան շատ կարևոր արձանագրենք, որ անցյալ անգամ երբ որ Մարինան այստեղ էր, մենք խոսում ենք էներգետիկ ըմպելիքների մասին եւ նրանց վտանգի մասին եւ տեսեք փաստորեն արձագանքեց կառավարությունը եւ հիմա էներգետիկ ըմպելիքները արդեն չեն վաճառվում դեռահասներին եւ դա ալկոհոլի եւ ծխախոտի պես փաստորեն արգելված բան է դեռահասների համար եւ սա շատ կարեւոր բան է։ Հուսանք, որ այս մեր եթերից հետո մարդիկ սկսեն մտածել նաեւ իրենց ավելորդ քաշի մասին։ Ավելորդ քաշ եւ ճարպակալում։ Եկեք սկսենք ամենասկզբից տարբերությունը սրանց։ Շատ շնորհակալություն հրավերի համար։ Իրոք շատ կարևոր է, երբ որ հանրային հեռուստատեսությունով մենք խոսում ենք այս ցավոտ եւ շատ արդիական թեմաներից եւ այո, հաղթանակներից մեկը կարելի է համարել այդ էներգետիկ ըմպելիքները։ Այսօր իրապես ավելորդ քաշը եւ ճարպակալումը դա 21-րդ դարի մարտահրավերն է, դա խնդիրը ամբողջ աշխարհում եւ եթե վերցնենք համաշխարհային ստատիստիկան, տեսեք 1990 թվականից մինչև 2022 թիվ մեծահասակների շրջանում ճարպակալման թիվը կրկնապատկվել է, երեխաների եւ դեռահասների շրջանում քառապատիկ է դարձել։ Այսինքն եթե աշխարհի մասշտաբով եղել է 2% 90 թվականին, 22 թվականին եղել է 8% աշխարհի մասշտաբով։ Նաեւ կա կայք, որը շատ հետաքրքիր ինտերակտիվ ձևով մոլորակի վրա ցույց է տալիս, թե ինչպես 75 թվականից առ այսօր երկրները, ասենք թե կապույտ գույնից, որ եղել է նույնիսկ թեր քաշ, քաշի պակասորտ, աստիճանաբար դարձել են եւ ունեցել են, այո, կարմիր գույն եւ ունեն ավելորդ քաշ եւ ճարպակալում։ Հիմա ինչ վերաբերվում է այդ սահմանումը, ինչպես ենք սահմանում ավելորդ քաշը եւ ճարպակալումը։ Սկսենք ճարպակալումից, որը շատ իրականում դա քրոնիկ հիվանդություն է։ Տեսեք, մենք շատ դեպքերում ճարպակալումը անցալում ենք զուտ որպես էսթետիկ խնդիր, որտեղ մի քիչ գեր է, մի քիչ այսպես է, շատ դեպքերում ասում դե կամ քյուժ ունեցեք, այսքանը մի կերեք, բայց իրականում դա ես ասեմ շատ դեպքերում ասում են, որ սա մարդու որոշումն է, body positive եւ այլն եւ այլն։ Ну, այսպես ասած, դա երկու իր կողմը ունի եւ դրական եւ բացասական, այդ նույն body positive-ը, բայց իրականում ճարպակալումը դա քրոնիկ հիվանդություն է։ Դա քրոնիկ հիվանդություն է, ընդ որում բնորոշվում է ճարպի չափազանց կուտակումով օրգանիզմում, որը բերում է բնականաբար առողջական խնդիրների։ Առողջական խնդիրները շատ բազմազան են, սկսած ոսկրամկանային համակարգից, դե պատկերացրեք ավելորդ այդ քաշի ավելցուկը, որը ազդում է եւ մկանների, եւ ոսկորների վրա, շաքարային դիաբետի երկրորդ տիպի ավելացումը, ի դեպ մեր մոտ դա էլ բավական բարձր թվեր մեծահասակների մոտ, տարբեր տեսակի քաղցկեղները, նաև ինչու՞ չէ հոգեբանական խնդիրները։ Առավել ևս երբ որ խոսքը գնում է երեխաների մասին, երեխաների եւ դեռահասների մասին, պատկերացնում եք, որ դասարանում կամ խմբում ինչպես են վերաբերվում, ինչպիսի պիտակավորում են դնում այդ երեխային եւ երեխան արդեն ինչպիսի վիճակի մեջ կարա ընկնի, սկսած դեպրեսիայից եւ վերջացրած տարբեր այդ իր ինքնազգացողության, իր եսի հետ խնդիրների մեջ, այսինքն ստեղ շատ բազմազան են այդ խնդիրները։ Ինչն է պատճառը, եթե վերցնենք այդ նույն ավելորդ քաշի կամ ճարպակալման պատճառը, հա, ինչպես ենք մենք դա տարբերությունը, այո։ Հա, տարբերությունը, տեսեք, որպեսզի հասկանանք, մենք ունենք ավելորդ քաշ կամ ճարպակալում, հաշվում են մարդու, ինչպես երեխա, այդպես էլ մեծահասակի քաշ հասակ հարաբերակցությունը։ Քաշը բաժանում են հասակի քառակուսի մետրով կամ սանտիմետրով երկու անգամ, հետո բազմապատկվում է 10,000-ին ու
Կախված է դա սանտիմետրով թե մետրով։ Եթե մետրի պարագայում չի բազմապատկվում, սանտիմետրի պարագայում բազմապատկվում է։ Եվ մեծահասակների համար գոյություն ունեն թվային առումով, եթե մինչև 18, նույնիսկ 18-ից ցածր, մենք համարում ենք դա նույնիսկ քաշի պակասորդ, 18-ից 24-9 նորմալ քաշի սահմանում մարմնի զանգվածի ցուցանիշը, 25-ից 29-ը դա ավելորդ քաշն է, 29-ից դա արդեն ճարպակալում է, որը արդեն իր աստիճանները ունի։ Երեխաների պարագայում էլ այդ թվերը հաշվում ենք, բայց երեխաների պարագայում կան աճի եւ այդ մարմնի զանգվածի ցուցանիշի չարթեր, այս գրաֆիկներ, ցենցիլներ։ Եթե գնացել եք, համոզված եմ հաստատ գնացել եք երեխաների հետ բուժզնմանը, պոլիկլինիկա կամ հիվանդանոց եւ տեսել եք, որ այնտեղ քաշը հասակը չափելի նաև տեսնում են ինքը որ պերցենտիլինը համապատասխանում։ Եվ այստեղ էլ կան նորմաներ, մինչև 50%-ը ինքը, 3-ից ցածր դա էլ է քաշի պակասորդը ու դա կախված է նաև երեխայի տարիքից եւ երեխայի սեռից, որովհետեւ նույն թիվը, ասենք թե 15 օրինակ վերցնենք, մի երեխայի պարագայում կարա լինի նորմալ, զանգվածի ցուցանիշ, մյուսի պարագայում կարա լինի նույնիսկ քիչ, մյուսի դեպքում նույնիսկ շատ, այսինքն կախված արդեն երեխայի տարիքից եւ սեռից։ Եվ ստեղ ըստ պերցենտիլների հիմնականում նայում ենք, 75-ից սկսած արդեն ավելորդ քաշա, 95-ից սկսած դա արդեն ճարպակալում։ Այսինքն դա գնահատվում է բացի նրանից, որ մենք տեսնում ենք վիզուալ, այո, դա հաշվարկ է եւ բացի վիզուալից հաշվարկ է եւ գնահատվում է բժշկի կողմից։ Պատճառներից, եթե վերցնենք, տեսեք, հարց կառաջանա, բա ինչի 90 թվականին չի եղել եւ այսօր ունենք։ Մենք ունենք ինքը շատ բազմագործոն է, սկսած միջավայրից, այսպես կոչված ճարպակալմանը, օբիսոգեն, անգլերեն ճարպակալմանը գեներացնող, ճարպակալումը նպաստող միջավայրը, որը այսօր նաև Հայաստանում մենք դա տեսնում ենք։ Սկսած նրանից, որ երեխաները դպրոց գնում են մեքենայով, ծնողներն նստակյաց, ընդ որում մեքենան համարյա թե արդեն թվում է երևի 4-րդ հարգել կբարձրանա մեքենան, մինչև դպրոցի դուռը պետք է մեքենան հասցնի, մաքսիմում մոտիկ, որ երեխան չքայլի, նույն ձևով գնում է հետ տուն, տանը դասերը, պարապմունքները, էլի նստակյաց կյանքավարում, հեռախոսը ինչու՞ չէ, այդ screen time-ը, որի մասին խոսում են, ինքը այսօր շատ է անցկացում եւ նաեւ սնունդը։ Այսօր ընդհանրապես նաև տեսեք, երբ որ մենք խոսում ենք այդ քաշի, ավելորդ քաշի մասին, ավելորդ քաշի եւ ճարպակալումը զարգանում է այն դեպքում, երբ որ ընդունված կալորիաների եւ ծախսած կալորիաների դիսբալանս է լինում, այսինքն դու ընդունում ես ավելի շատ, քան ծախսում ես։ Եթե դու ամբողջ օրը նստած ես, բայց ընդունում ես այնքան, ինչքան որ պետք է ընդունի, օրինակ մարդը, որ անդադ աշխատում է, ֆիզիկական գործանում, սպորտով զբաղվում, բնականաբար ամեն օր դա կկուտակվի եւ մի օր դուրս կգա այդ ավելորդ քաշը։ Դրա համար այդ դիսբալանսն էլ ֆիզիկական ակտիվության եւ սննդի ընդունման մեջ բերում է դրան։ Ինչ սնունդ են այսօր ընդունում երեխաները։ Ամեն օր, երբ որ բարձրանում եմ աշխատանքի, տեսնում ես, որ արդեն առավոտվա 9-ից սկսած այդ Glovo դաստավկան, Yandex դաստավկան, արդեն առավոտվանից սննդի դաստավկա է լինում եւ ամբողջ օրը, երբ քաղաքում պատտվում ենք, տեսնում ենք, որ fast food-ը, որը գազավորված ըմպելիքներ։ Նախ սկսանք այդ fast food-ից, որը բավական մատչելի է, եկեք ճիշտն ասենք, որ այսօր տարբեր տեսակի fast food կա, որը այսօր մատչելի է։ Միջին նույնիսկ եկամուտ ունեցող։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ Կանադայում ամենամատչելին է fast food։ Հենց ինքը իսկ 2-ից 4 դոլարով կարող ես։ Այո, մեր մոդել մենք շատ ավելի քիչ գումարով, մոտավորապես 1000 դրամի սահմանում կարող ես մեծ շաուրմա կամ մի հատ մեծ ինչ-որ բան առնես։ Ինչն է մեջը պարունակում, արդյոք այն բոլոր այն սննդարար նյութերը, որոնք որ անհրաժեշտ են օրգանիզմին, թե դա ուղղակի ճարպոտ, շատ քաղցր պարունակող, աղ պարունակող սնունդ է։ Շատ դեպքերում հենց դա է պարունակում այդ սննդի մեջ։ Գազավորված ըմպելիքները, մրգերի, բանջարեղենների պակասը, մրգերի առումով, ասեմ, մենք նաև հետազոտություն ենք անցկացնում, յուրաքանչյուր 4 տարին մեկ դա դպրոցահասակ երեխաների առողջության վարքագիծը, որտեղից եւ այդ
այդ էներգետիկ ըմպելիքների թվերն են եւ այնտեղ նաեւ քաղցրավենիքի, քաղցր գազավորված ըմպելիքների, մրգի բանջարեղենի հարցերն ենք տալիս։ Ну, ասեմ երկու ցուցանիշով մենք առաջի տեղում ենք, դա մեկը քաղցրավենիքի օգտագործումը է, Հայաստանը այդ 50 երկրների մեջ ամենաառաջի տեղում է։ Այնտեղ 15 տարեկանների մոտ 60%-ից ավել աղջիկները 15 տարեկան օգտագործում են քաղցրավենիքը ամեն օր։ Քաղցրավենիքի մեջ ունեն կոնֆետ, ամեն ինչ, ոչ միայն տայն թխվածքների մասին։ Ոչ, ինքը ամեն ինչը ներառյալ շոկոլադը։ Մրգերի առումով էլ մենք էլի առաջի տեղում ենք, ուստեղ էլի դա լավ է, հա։ Գիտեք, էլի լավ է, բայց միրգն էլ է քաղցր։ Երբ որ մենք ասում ենք դա էլ պետք է բալանսավորված։ Պետք է ամռանը 4 հատ ձմերուկ ուտել։ Հա, հաստատ պետք չի։ Կամ միանգամից 1 կիլո նստել ու 1 կիլո խնձոր կամ գիլաս ուտել, կլուբնիկը։ Այսինքն դա էլ պետք է լինի իր չափի մեջ։ Բանջարեղենի օգտագործումով, վատ չենք, բայց կարելի է ավելի շատ օգտագործել։ Ես մի բան եմ ուզում հարցնեմ, այդքան հետաքրքիր երկար պատմում եք։ Հիմա եկեք հասկանանք մի շատ պարզ բան, որ թե fast food-ի, թե օրինակ գազալցված գազավորված ըմպելիքների, թե քաղցրավենիքների, այսպես ասած, բիզնեսը, դա աշխարհի ամենա եկամտաբեր եւ բոլորս տեսնում ենք, որ ամեն տեղ կա, ինչպես կարելի է պայքարել դրա դեմ, չէ՞ որ միայն ծնողը չի կարա կամ դու ինչպես կարող ես քո երեխային արգելես։ Պետությունը պիտի պայքարի։ Պետությունը, չգիտեմ, դպրոցները, դպրոցի բուֆետում ինչ ասես կարաս անում ես։ Բուֆետում Չէ, բայց հիմա կարծես թե չէ, որովհետև դպրոցում են ավելացրել առողջ ապրելակերպի դասերը եւ այդպես չի որ ամեն ինչ կարող ես անել։ Բուֆետից չես կարող ես դպրոցից դուրս գալ, փողոց անցնել եւ դիմացը առնել ինչ որ ուզում ես։ Մեր Փերշիկ, որի մեջ միշտ չկա, գազալցված ձեր բառ չկարացա ես ասել։ Ուզում եմ ասեմ, սա մի կողմից բիզնեսն է, մի կողմից էլ երեխաները եւ այսինքն բնակչությունը, ինչպես դա պետք է բալանսի բերենք։ Շատ ճիշտ եք ասում, իրականում այդ խնդիրը միայն ծնողի, միայն ընտանիքի խնդիր է, չի, չնայած ամեն ինչը սկսվում է ընտանիքից։ Եկեք դա էլ ճիշտն ասենք, որ հենց առաջի հերթին ծնողները, տատիկ-պապիկներն են սովորացնում երեխային այդ կոնֆետ տալը, քաղցր տալը, դե երեխա է թող քաղցր ուտի, եթե երեխայի հետ հանրային տրանսպորտով գնում ես, տեսնում ես, հենց մի քիչ երեխան ձայնը բարձրացրեց, լացեց, կողքից մի քանի հոգի միանգամից մի հատ կոնֆետ, մի հատ, չգիտեմ, թխված կաբլիտ, ինչ որ մի բան տալիս են, որ երեխային զբաղացնեն։ Այսինքն դա նաև մեր մտածելակերպն է, մեր սովորություններն են, որոնք որ գալիս են մեր ծանր մանկությունն է։ Այո, էլի հետ եկան ծանր մանկությունը։ Այո, իրականում եթե հետ նայենք, տեսեք, մենք նաև ամեն մի սերնդում տեսել ենք պատերազմ։ Մեր տատիկ-պապիկները, մեր ծնողները, հետո մենք արդեն եւ անընդհատ այդ նաեւ որ ուտելիք չհերիքելու, ուտելիք չլինելու, դա էլ այն ինչ որտեղ այդ բնավ այդ տատիկների, պապիկների ասածը հացով կեր, մինչեւ վերջ կեր, մի թող սնունդը ափսեի մեջ դա էլ է գալիս։ Գնիկը տգեղ կլինի։ Այո, մինչև վերջ մակրի կինը տամուսին սիրուն լինեն։ Դա էլ է ազդում, որտեվ երեխան արդեն չի զգում ինքը ինչքանով է կշտացել, ինքը ավտոմատ ձևով պետք է ուտի վերջ կամ զորով ստիպել ուտելը։ Բայց միևնույն է, որ սա ամբողջ աշխարհում է այս խնդիրը, սա միգուցե դուք խոսում եք հիմա մեր մենտալիտետից կամ մեր ապրելակերպից, որը 90-ականների պատերազմից հետո այո ստեղծվեց եւ չկար, բայց ամերիկյան շատ հայտնի հեռուստաընկերություններից մեկը ունի հաղորդում, որը կոչվում է «Ես կշռվում եմ 300 եւ ավել կիլոգրամ»։ Գոր բավականին մեծ հաղորդում, որը որ ամբողջ ճարպակալման մասին է, եւ այս հաղորդումը հիմա այս ժամանակահատվածում եւ դեռ ոչ միայն այս ժամանակահատվածում ամենաթոփերում է ու խոսում է նրա մասին, որ մարդիկ իսկապես 400-450 կիլոգրամ են լինում եւ անշարժության խնդիր ունեն, չեն կարող միանալ, այսինքն շատ լուրջ խնդիրներ, որոնք հուսամ, որ մենք դեռ չենք հասել այդ կետին։ Խոսեցիք, որ կան հատուկ չափիչներ, որոնք որ ցույց են տալիս, թե երկրագնդի վրա որտեղ է ամենաշատ ճարպակալում։ Օրինակ մենք որտեղն ենք այս պահին եւ որն է աշխարհում ամենաճարպակալված երկիրը համարվում։ Ну, ամենաճարպակալվածը դա ԱՄՆ-ն է, ավելի շատ է մեր մոտ, տեսեք, մենք այդքան շատ դեռ չունենք, բայց
ունենք այդ տենդենսը։ Բայց ճիշտ ուղու վրա ենք։ Բայց դա նաև խոսում է այն մասին, որ շատ բնական բաներ մենք ունենք մեր սննդակարգում եւ դա էլ է մեզ օգնում չհասնել դրան, ինչը ԱՄՆ-ի պարագայում ամբողջությամբ ոչ օրգանիկ ուտելիքների արդյունքում է դա լինում, չէ՞, նաև դա կա։ Գիտեք, տարբեր պատճառներ կան, ու ասեմ երեխաների առումով եւս 19 թվականին արել ենք հետազոտություն, հենց որը կոչվում է մանկական ճարպակալման համաճարակաբանական հսկողություն եւ 7-8 տարեկանների մոտ մենք այսօր ունենք 27, միջինում 27.7% ավելորդ քաշ ներառյալ ճարպակալում։ Ինքը միջին եվրոպական թիվ է, ասեմ որ քիչ չէ համենայն դեպս։ Ինքը քիչ չէ, ինքը ստացվում է, որ ամեն 3-4 երեխան, որտեղ ունի ավելորդ քաշ։ Դե իրականում սպորտով չեն զբաղվում, ֆիզկուլտուրայով չեն զբաղվում, ինչ ասես ուտում են, դա իսկապես այդպես է։ Ֆիզկուլտուրայի դասերը տեսեք շատ դեպքերում ծնողը ինքն ասում, վայ ֆիզկուլտուրային երեխան կվազի, կխրտնի, կհիվանդանա, չէ, թող ինքը չգնա, չմասնակցի։ Դա էլ, բայց այդ ձեր ասածը, որ նաև պետությունն էլ պետք է միջամտի, դա միանշանակ է, որտեղ ամբողջ աշխարհում դա լուրջ խնդիր է եւ պայքարը սկսվում է այդ հենց սննդի մարքեթինգից։ Վերջերս եւս կատարված է եղել հետազոտություն, որը վերաբերվում էր հենց հեռուստատեսությունով այդ գովազդային, ինչ գովազդ է գնում, որը կապված է սննդի հետ, որ ժամերին է լինում եւ ինչպես է դա անդրադառնում եւ տեսանք, որ հիմնականում դա արվում է, որում մի քանի հեռուստաալիքն վերլուծվել, դա հիմնականում գնում է այն ժամերին, երբ որ նստած են լինում, ասենք թե երեխաների հետ, երեկոյան, գովազդվում է էլի այդ քաղցր գազավորված ըմպելիքները, քաղցրավենիքները, ու շատ դա, գիտեք, ինչ երանգով է տրվում, դրական խմիր ֆանտա, որ ունենաս ֆանտաստիկ տրամադրություն, չգիտեմ, այս ինչ մի պահակը կեր, որպեսզի դու լինես այսպիսին կամ այնպիսին։ Այսինքն, բնականաբար երեխայի հետ նստած ես, երեխան տեսնում է, հաջորդ օրը դու գնալու ես երեխայի հետ խանութ, կասի մամա, ես եմ ուզում։ Այո։ Գովազդը առաջին ներքին իսկապես աշխատում է երեխաների վրա, եւ եւս մեկ շատ կարեւոր հետազոտություն կա, որը շատ հետաքրքիր է, ուրեմն, եթե չեմ սխալվում, Շվեյցարիայում էր դա արվել, մարդիկ, հիմա ես նենց բաներ եմ ասելու, որ բոլորս գիտենք, բայց ուղղակի միգուցե դրա մասին չենք մտածել։ Ժամանակին ավելորդ քաշ եւ ճարպակալություն ունեին մեծահարուստները, որտեղ լավ էին սնվում։ Իսկ հիմա ճիշտ հակառակը։ Իսկ հիմա հարուստ մարդիկ շատ են ավելի ետևում իրենց մարմինին, իրենց առողջությանը, սրացիկ են, հատուկ բաներ ուտում, իսկ այն մարդիկ, որոնք որ այդքան հնարավորություն չունեն, դառնում են ճարպակալած, չաղ եւ այլն հասկանալի։ Այո, դա կոչվում է կրկնակի բեր, double burden, երբ որ դու ունես երկրում եւ քաշի պակաս, այսինքն ինքը թերսնուցում էլ ունես, բայց այդ թերսնուցման հետ կապված նաեւ ունես ավելորդ քաշ, որովհետեւ պատճառը հենց դա է, դու չունես հնարավորություն առնելու լավ սնունդ, դու առնում ես այն ինչ որ քեզ մաչելի է, հասանելի է եւ դա բերում է արդեն այդ ավելորդ քաշի։ Բայց մեր մոտ այդ մեր հետազոտությունը դեռահասների ցույց է տվել, որ մեր մոտ երկու խմբերն կան, այսինքն այնպես չի, որ միայն նրանք, ովքեր որ չունեն հնարավորություն ֆինանսապես, նաև նրանք, ովքեր որ ունեն, որովհետև այդ գումարը, այո, իրանք գումարը ունեն, գումարի շնորհիվ գնում են այդ fast food տարբեր կաֆեներ, ռեստորաններ, եւ դա էլ տեսեք դեռահասային տարիքում դա նաև սոցիալիզացիայի խնդիր է։ Եթե ընկերներով գնում են ինչ որ միտեղ, չգիտեմ։ Այդ է ասում ես, հիմա մի ծնող օրինակ որոշում է, որ երեխային պետք է գազար կտրատի, չգիտեմ, խնձոր եւ տա, այսպես այդ լանչ բոքսով տա։ Իսկ մնացածը երեխաները գնում են բուֆետ։ Հիմա պարզը որ այդ երեխան կամ ամանչում է հանի, կամ չի գնում դրանից է նեղվում, կամ եւս գումարա վերցնում, որ դա խնդիր է եւ ընդհանուր հասարակությունը պետք է։ Կոնկրետ մեր դպրոցում, որտեղ իմ երեխաներն են գնում, ամեն ժողովի ժամանակ խոսվում է այդ թեմայով, դպրոցումները հիմա ռոպագանդում, որ պետք չէ երեխաների հետ ուղարկել այդ ճաշային ուտեստները կամ ֆաստ ֆուդերը, պետք է դնել բնական, ինչպես նշեցիր, գազար, բարունգ եւ այլն, շատ են խոսում այդ մասին։ Իսկ հնարավորություն ունեն երեխաները դպրոցից դուրս գալ եւ գնալ Փոքր դասարանցիներ չունեն այդ հնարավորությունը, բայց 7-ից բարձր ունեն։ Լավ, իսկ ինչ է անում առողջապահության նախարարությունը, արդյոք կան ինչ-որ միջոցառումներ, որոնք հիմա իրականացվում են, իրազեկում, մարդկանց, պաշտպանողական ինչ-որ միջոցառումներ։ Այո, դա արվում է, ու սկսենք հենց կրթության առողջապահության հետ միասին, նախարարությունների հետ միասին այդ առողջ ապրելակերպի դասընթացները, որոնք որ 5-րդ դասարան սկսած արդեն ներդրված են եւ բավական մեծ բլոկ այնտեղ հենց առողջ սնուցմանն է նվիրված, որտեղ առողջ սննդի մասին, որտեղ
այնտեղ որ կան նաև օրինակներ, օրինակ նույն պիցցան կարելի է ավելի առողջարար պատրաստել, նույն օրինակ այդ շաուրման ավելի առողջարար ձևով, այսինքն այդ պարզ հիմունքները տրվում են։ Նաև այդ վերջի հետազոտությունը, որ ասեցի, հեռուստաընկերության հետ կապված, դա էլ արդեն ընթացքի մեջ, որ պետք է լինի, օրենսդրական փոփոխություն, որ արդեն դիմենք այդ հեռուստաընկերություններին եւ դիմենք, որ արգելվի, ոնց որ ժամանակին արգելվել է գովազդը ծխախոտի եւ ալկոհոլի եւ իրականում, այո, այսօր տեսնում ենք, որ չկա, ինքը չկա։ Այդ նույն ձևով նման սնունդը արգելվի, որտեվ ինչքան էլ դա ասում ենք, դա բնական է, դա կալորիաներ չի պարունակում, դա ազդում է, այսինքն դա էլ պետք է արվի։ Կամ որ գովազդի մեջ ճիշտը ասվի, որ սա բնական չէ։ Կամ այդպես պահանջվի։ Իսկ մի հարց, երբ որ արգելվեց սիգարետը եւ արգելվեց ալկոհոլը, արդյոք վաճառքը ընկավ կամ ցանկությունը այս պրոդուկտների հանդեպ, արդյոք այդպիսի մի ստատիստիկա, որ օգնեց դա։ Նման ստատիստիկա ճիշտ ասած չունեմ։ Թե մեկը ծխախոտ ծխողը նորից առավ ծխեց։ Տեսեք, այստեղ շատ լավ հարց եք տալիս։ Իրականում, այո, ինքը արգելվել է, որ անչափահասներին առնեն, ու ինքս տեսել եմ քանի անգամ, երբ որ խանութ մոտենում էր, խանութներում երբ ասում են չես կարող գնել, եւ ես տեսել եմ։ Բայց դա չի նշանակում, որ իր մեծ եղբայրը կամ մեծ ընկերը չի գնի ու իրան չի տա։ Դրան չեն կարող հետևել, ու ոչ մեկը, ինչպիսի բանակ մենք պետք է ունենանք, ասենք թե ոստիկանների կամ կողների, ով որ հետևի լավ խանութից դուրս եկավ, տվեց երեխային, թե չի տվել, թե իր տան մոտ է տվել։ Այսինքն դրան մենք չենք կարող հետևել։ Մենք կարող ենք հետևել այդ օրենքի իրականացմանը, օրենքի կիրարկմանը։ Եվ պետք է առնվազն որոշակի արդյունք դա միանշանակ կտա։ Ես տեսել եմ Ավստրիայում, օրինակ, իրանք էլ ունեն մեծ խնդիր, ու այնտեղ թվերը շատ ավելի բարձր են։ Հանգստյան օրերին առնվազն խանութի կամ նույնիսկ սրճարանի այն մասը, որտեղ այդ գազավորված ըմպելիքներն են վաճառվում, ինքը այսպես ցանցով փակված է։ Այսինքն նույնիսկ եթե դու ուզում ես գնել, դու պետք է ամբողջ խանութով պատտվես, հասնես այնտեղ, որտեղ որ ինքը դրած է։ Հենց դիմացից ինքը ցանցով է դրված։ Եթե դու առաջ կարայիր մտնեիր ու վերցնեիր, հիմա չես կարող։ Այսինքն առնվազն շաբաթվա մեջ մի օր արդեն ինչ որ արդյունք կտա։ Ինչ որ մի միջոցառումներ կարելի է մտածել։ Խանութը, օրինակ երկրներ կան, որտեղ որ դպրոցի կողքը չպիտի լինի այսքան տարածության մեջ խանութ, այսինքն ինչ հնարավորություններ որ վաճառվում են նման բաներ, կամ իրանք չպիտի վաճառվեն էլի ինչ որ քանակով անչափահասներին։ Անպայման նշված լինի ինչ քանակի շաքարը պարունակում, ինչ քանակի ճարպերն է պարունակում, ինչ ճարպերն են պարունակում, այսինքն կան այդ միջոցները եւ մենք ունենք այդ երկրների օրինակները, առնվազն պետք է սկսենք դա փորձել, դրա հետ միասին կրթելով ծնողներին, կրթելով երեխաներին, բացատրելով այդ ամեն ինչի վնասը, որտեվ տեսնում ենք դա, տեսնում ենք եւ առնչվում ենք դրա հետ, ասեմ ավելին, նաեւ արդեն ունենք դեռահասների մոտ կատարված այդ բարիատրիկ վիրահատությունները Հայաստանում, երբ որ քաշը այնքան մեծ էր, որ հնարավոր չէր դա ուրիշ ձևով իջացնել եւ կատարվել է նաեւ այդ վիրահատությունը։ Դե հետո բացի դրանից էլ չենք խոսում Օզեմպիկի մասին, որը որ սև շուկայում գոյություն ունի, դա էլ արկա խնդիր, հետո անորեքսիա եւ այլն, որտեղ այդ բոլորը դրանից հետո բխող խնդիրներ եւ խնդիրներ եւ իսկապես շատ կարեւոր է։ Ինձ թվում է, որ ամենա հեշտը մատչելին եւ ճիշտ ընտանիքներում դա, որ երեխաները շատ ավելի շատ շարժվեն։ Պարզ, սպորտ, բակային խաղեր եւ այլն, դա, այսինքն գոնե այն ամեն ինչ, որ իրենք ուտում են, անգամ եթե դա առողջարար չի, գոնե այդ կալորիաները այրեն, որ նա օրգանիզմից դուրս գա եւ չմնա, եւ երեխաները կլինեն էլ ավելի առողջ։ Շնորհակալություն։ Մեր տաղավարում էր մանկաբույժ դեռահասային բժիշկ Մարինա Մելկումովան, ում հետ խոսեցինք ճարպակալման մասին։ Եվ հուսանք, որ այս հարցն էլ համապատասխան մարդիկ կսկսեն դրան զբաղվել եւ ինչպես որ այդ էներգետիկ ըմպելիքների հարցը կարծես թե սկսում է լուծվել, նույնն էլ լինի այս ճարպակալության հարցը, որ մենք ունենք գեղեցիկ առողջ ապագա։ Շատ շնորհակալություն։ Շնորհակալություն։ Իսկ հիմա գովազդներ եթերում։